Պատճառները առաջերտին պետք է փնտրել։ Տիկին Մինասյան, տևական ժամանակ է տեսնում ենք, որ երկրորդ եւ երրորդ նախագահներն են ակտիվացել, պարբերաբար հարցազրույցներով եւ ասուլիսներով են հանդես գալիս։ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս ունեցավ, մի շարք շագրավ հայտարարություններ է արել, բայց սկսենք նրանից, որ նախ հայտարարեց, որ Հայաստանը աշխարհաքաղաքական որբ է եւ միայնակ չի կարող ապահովել իր անվտանգությունը, այդ իմաստով նաեւ սլաքները ուղղեց դեպի Ռուսաստանը, այ ասաց, որ մեր միակ պաշտպանը Ռուսաստանն է եւ պետք է այդ իմաստով հարաբերությունները կարգավորել։ Ընդհանուր առմամբ, եթե հետեւել եք ասուլիսին, նախ ինչպես կմեկնաբանեք եւ նաեւ իմ նշած այս ասպեկտներին ինչպես կանդրադառնաք։ Ցավոք սրտի չեմ հասցրել հետևել, ընդհանրապես աշխատում Ռոբերտ Քոչարյանին չլսել, բայց ինքան եմ ամուլում արծարծվում են աբսուրդի ժանրի թատրոնը, որ պարոն Քոչարյանն պարբերաբար հանդես գալիս, որ չեմ կարողանում չանդրադառնալ աբսուրդներից մեկը, որ ասում է Հայաստանը աշխարհաքաղաքական որբ է։ Ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես Հայաստանի հետ առնչություն չունի, որ մի հատ էլ Հայաստանի անունից կարողանա խոսել, այլ որ ինքը իր անձի եւ իր քաղաքական ուժի մասին խոսեր, կհամաձայնվեի, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը եւ իր տրամաբանությունը, իր վարած քաղաքականությունը, այո, աշխարհաքաղաքական որբ է, բայց ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետ կապված նմանատիպ դիրքավորում ու խոսելաձև ոչ հարիր է նախագահին, առավել եւս ընդհանրապես ոչ մի քաղաքացու հայ հարիր չէ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կամ մասին նման կարծիք արտահայտել։ Այդ ես կարծում եմ նա ամբողջ հարցազրույցից կամ այդ հատվածներից, որոնք որ տարածվել են, շատ հատկանշական է այն լեզվամտածողությունը, որ պարոն Քոչարյանը ունի եւ տրամաբանությունը, որ տարիներ շարունակ փորձել է ներմուծել ու սերմանել մեր հասարակության մեջ, որ դուք ոչինչ եք, որ դուք շատ փոքր եք, որ ոչ մի բան դուք չեք կարող որոշել, ձեր տեղը պետքա շատ մեծերը որոշեն եւ իր տրամաբանությամբ է երևի այդ մեծը հենց Ռուսաստանի Դաշնությունն է կամ իր վաղը մի ընկերը, Ռուսաստանի Դաշնության նախագահ, այսպես ասած ընկերը, որը փորձում է ընկեր ներկայացնել եւ մեր ամբողջ քաղաքականությունը, տնտեսությունը, ազատությունը, անկախությունը, ինքնիշխանությունը ամեն ինչը պետք է որոշի Ռուսաստանի Դաշնությունը։ Եվ այդ լեզվամտածողության արդյունքն է հենց ինքը, արգասիքն է, եւ Ռոբերտ Քոչարյանը եւ իր քաղաքական հենարանները, որ կարծում են, որ այո, Հայաստանի Հանրապետությունը այնքան չկա, որ ինքնուրույն կարողանա արտաքին քաղաքականություն ունենալ, ինքնուրույն կարողանա իր դերը ստանձնել աշխարհում, ունենա հարաբերություններ եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Ֆրանսիայի, եւ եվրոպական այլ պետությունների, եւ Ամերիկայի, եւ Հնդկաստանի, այո, Ռոբերտ Քոչարյանը հենց աշխարհաքաղաքական որբի տրամաբանության մեջ է վարել 10 տարի իր քաղաքականությունը։ Օրերս վարչապետը նաև մասնակցում էր Եվրոպական համայնքի քաղաքական համայնքի ներկայացուցիչների գագաթնաժողովին, այնտեղ մի շարք հանդիպումներ ունեցավ, նաև Ալիևի հետ էր հանդիպել։ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանելով այս հանդիպումը կրկին լուսանկարների ֆորմատին են անդրադարձել, որ տեսեք Ալիևը այս դիրքով էր նստած, Փաշինյանը այս դիրքով եւ երևում էր ով է տերը, ով ծառան, եւ Ռոբերտ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավարը չի կարող խաղաղություն բերել երկրին եւ չի կարող այդ իմաստով խաղաղության բանակցություններ տանել։ Ռոբերտ Քոչարյանը հենց ինքը պարտված նախագահ է մեր իշխանությանը։ 21 թվականին Ռոբերտ Քոչարյանը պարտվել է քաղաքացիական պայմանագրի Նիկոլ Փաշինյանին։ Եվ Ռոբերտ Քոչարյանը շարունակել է պարտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Միշտ, որտեղ Ռոբերտ Քոչարյանը ունի այն արածը դրածը Հայաստանի Հանրապետության համար կամ հակառակը երևի այն թալանածը, որ պետք է հետ վերադարձնի Հայաստանի Հանրապետությանը, որ մի հատ էլ հավակնի հաղթող նախագահի դերից հանդես գալ, ու ընդհանրապես այդ հարցազրույցների մեջ տենց նուրբ թելով Ռոբերտ Քոչարյանը իրեն միայնակ վերագրում է տենց էլ ոյնի կերպարի մեջ, վերագրում է, որ ինքն է առաջին արցախյան հակամարտությունը հաղթած նախագահը։ Տղա, դու ընդամենը եղել ես այդ ժամանակ Արցախում պաշտոնավարող, իսկ Հայաստանի Հանրապետությունը, որ ամենամեծ ներդրումն է ունեցել, ղեկավարել է այլ անձ Լևոն Տեր-Պետրոսյանը, չնայած այս վերջին հարցազրույցում վերջապես գոնե տենց հանրությանը բաց տեքստով ասաց, որ իրեն հրավիրել է Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետություն, այո, իրան է այսպես ասած կարգվել Լեռնային Ղարաբաղի իշխանություններից հետո ունենալ Հայաստանում նաև իշխանություն, բայց Ռոբերտ Քոչարյանը երբեք ընտրված նախագահ չի եղել։ Ինձ թվում է ոչ Արցախում, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունում համոզված եմ, որ չի եղել ընտրված նախագահ։ Իսկ խաղաղության բանակցությունների մասով, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող խաղաղության պայմանագրի շուրջ բանակցել։ Ես արձագանքել այդ կոնտեքստով, ինչ որ ասում է Ռոբերտ Քոչարյանը, որովհետև Ռոբերտ Քոչարյանի ասածը ընդհանրապես չի կարելի մեկնաբանել
Այն տեսանկյունից, որ մարդը մեղրին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը բանակցել է Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու մասով։ Ոնց ինչպես արձագանքենք նման արտաքին քաղաքականություն կամ նման կերպով, այսպես ասած, իր մտաբերած խաղաղությունը բերելու մոլուցքով տարապող նախագահին։ Ես կարող եմ մենակ ասել, որ եթե Ռոբերտ Քոչարյանի խաղաղությունը, որ նա է պատկերացնում, դա գաղութացման, ծայրագավառ լինելու, տրամաբանության մեջ է լինելու կամ այնքան չի զիջել, բավարար չի տվել երևի մեր պետությունից գույք պարտքի դիմացով ենթակառուցվածքներից Ռուսաստանի Դաշնությանը եւ տենց տարապում է մոլուցքով, որ նորից շարունակի հանձնել ինքնիշխանությունը այլ պետությանը ու անկախությանը, ես կարծում եմ ուրիշ տեղ թող փնտրի դա։ Հայաստանի Հանրապետությունում այլևս ելքը որոշվում է ընտրություններով եւ քաղաքացին է որոշում, թե արդյոք նա այլևս երբեք հետ կգա թե ոչ։ Իսկ արտաքին քաղաքականության կամ խաղաղության գործընթացի մասով նրա մեկնաբանությունները ընդհանրապես չեմ ուզում աչքի առաջ դնել, բայց մենակ մի բան կասեմ մեր քաղաքացիներին, մենք 20 թվից այս կողմ պատկերացում անգամ չէինք կարող ունենալ, որ 25 թվականին կունենանք 17 կետով համաձայնեցված խաղաղության համաձայնագիր։ Մենք չէինք կարող պատկերացնել, որ կունենանք առաջին միջպետական վավերացված փաստաթուղթ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգի տեսքով։ Մենք չէինք կարող պատկերացնել, որ կոմունիկացիաների բացման մասով այսքան առաջընթաց կունենանք, որ հիմա կքննարկենք արդեն ինչպիսի մեխանիզմներ ենք դնելու արդեն հաղորդակցությունների բացման առումով։ Չենք կարող պատկերացնել, որ խաղաղության խաչմերուկ նախագիծը այդքան մեծ արձագանք կստանա ամբողջ աշխարհում։ Այս ամենը ձեռքբերումներ են, դեռևս ոչ ավարտական տեսքով։ Ձեռքբերումներ են, որ Ռոբերտ Քոչարյանը իր երազում չէր կարող տեսնել։ Ռոբերտ Քոչարյանի միակ երազը Հայաստանի Հանրապետությունը դարձնել Ռուսաստանի Դաշնության ճորտը, իսկ ինքը ճորտատիրական համակարգի բդեշխը։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը այդ հնարավորությունը կունենա, նույն խոսելով 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին, Քոչարյանն ասել է, որ այո, ինքը տեսնում է այն հավանական սցենարը, որ Գյումրիի սցենարով կարող է կրկնվել նաև համապետական մակարդակում, նաև ոչ ուղղակի կերպով մեղադրել է Սերժ Սարգսյանին 2018 թվականին կրկին շատ հեշտ իշխանությունը Նիկոլ Փաշինյանին տալու համար, եւ նաև ասել է, որ թեև այդ հակասություններին ինքը պատրաստ է հանուն մեկ գաղափարի կրկին միավորվել կոալիցիայի գնալ որոշ ուժերի հետ եւ Գյումրու սցենարն է կրկին մատնանշվում։ Դուք այդ սցենարը հավանական համարում եք։ Ոչ թե հավանական եմ համարում, հայ միակ սցենարն է, որ լինելու է, որ տեղի ունենալու եւ մեր քաղաքացիները պետք է հենց այսօրվանից էլ տեղակ լինեն, որտեղ մարդը ինքն է հայտարարում, որ այո, այդ սցենարով է գնալու ընտրությունների, նրանք դնելու են մարդկանց դեմքեր, որոնք որ հանրությանը այդքան սարսափ ու ատելություն չեն առաջացնում, ինչքան իր սեփական դեմքն է առաջացնում, իսկ իր սեփական դեմքը 21 թվին մենք տեսանք ինչպիսի սարսափ է առաջացել, որ մարդիկ վախեցած գնացել էին ընտրությունների, ասում էին մենակ ինքը հետ չգա, մենակ ինքը հետ չգա։ Ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը փորձում է խաղալ այն մարդկանց հույզերի ու տրամաբանության վրա, ովքեր որ որոշ փոքր տարիքում են եղել իր կառավարման տարիների օրոք եւ չեն հիշում այն ամենի կամ քաղաքականացված չեն եղել ժամանակվա մամուլը այսքան ազատ չի եղել ու ընդհանրապես համացանց այսքան զարգացած չի եղել, որ ամեն երկրորդը կարողանար տեղեկանալ թե ինչ քաղաքական սպանություններ են տեղի ունեցել։ Մենակ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա ղեկավարման ժամանակահատվածում 39 քաղաքական սպանություն է տեղի ունեցել չբացահայտված։ Մարդիկ երկու գրակոցով ինքնասպան էին լինում Ռոբերտ Քոչարյանի օրոք, ինչպիսի բռնաճնշումներ են եղել քաղաքական օպոնենտների նկատմամբ, լրատվամիջոցների նկատմամբ, քանի լրատվամիջոցներ են մտել ջարդել, փշրել, տարել ամբողջ գույքը եւ լրագրողներին ինչպիսի ռեպրեսիաների են ենթարկել, մարդկանց ազատ խոսքը ինչպիսին էր այդ ժամանակ։ Այդ տարիները երևի մեր քաղաքացիների մի ստվար զանգվածը հիշում է, բայց մի որոշ զանգված չի հիշում եւ Ռոբերտ Քոչարյանի տրամաբանությունը ուղղված է այդ քաղաքացիներին մանիպուլացնելու, խաբելու, պատմությունը ամբողջությամբ ձևախեղելու վրա։ Եվ ինչպես նայում ենք Ռոբերտ Քոչարյանը հենց այդ Գյումրիի սցենարը կրկնելը երևի ոնց ասեմ, եթե անգամ քաղաքական առումով դու ես արել դա, մենք բոլորս շեշտում ենք, որ դու ես արել դա, դու ես ստեղծել այդ կոնյունկտուրան, որ պետքա լինի Սերժ Սարգսյանին սատարող ուժեր, քեզ սատարող ուժեր, հետո դուք միացնեք իրենց։ Դրա մասին հայտարարելը արդեն իսկ նշանակում է, որ խաղաքարտերը ամբողջությամբ բացում ես ու ասում ես, այո, այդպես է լինելու են դեմքեր, որոնք որ այդքան ատելություն կարող է չառաջացնեն, հետո միավորվելու են այն քաղաքական ուժի շուրջը, որ
հավաքելու է բավականին շատ ձայներ ձեր, եթերում եմ այդ սխեման բացատրել ինչպես է լինելու, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան քաղաքական ուժերը փորձելու են համակիրները իրենց շուրջ կոնսոլիդացնել, հակադրվելով իրար կեղծ, հետո միավորվելու են, որովհետև նրանց ավելի ձեռնտու են իրենցից մեկը, քան մենք։ Տիկին Մինասյան, տևական ժամանակ է տեսնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի մասով նորից հրապարակումներ են լինում, դատախազներ վերջերս ազգային ժողովում եւ այսպես ցանկներ նորից հրապարակում, կարդում, բայց սրա ֆոնին մենք տեսնում ենք, թե Քոչարյանները ինչպես են փորձում արդարացնել իրենց, ասելով, որ ամեն ինչ փաստաթղթերով հիմնավորված է։ Քոչարյանը այսօրվա իր ասուլիսում ասաց, որ կոռուպցիոները ոչ ավել ոչ պակաս Նիկոլ Փաշինյանն է եւ նաեւ ասաց, որ տգիտության մեջ մեղադրել։ Ինչպես նախ կմեկնաբանեք եւ արդյոք հնարավոր է, որ 2026 թվականին ժողովրդավարական ճանապարհով կրկին այս ուժերը հայտնվեն իշխանության։ Աբսուրդի թատրոն է, էլի իրականում։ Մեկ դերակատարով աբսուրդի թատրոն է։ Մարդը ոնց է կարողանում տգիտություն բառը օգտագործել, երբ ինքը հայերեն լեզվամտածողություն չունի, այդ մարդը հայերեն շատ դժվար է խոսում։ Օրինակ ասում է զանգեցի Սերժ Սարգսյանին, ասեց ամեն ինչ կոնտրոլի տակ է։ Իրապետության տակ բառը չգիտի, ամեն երկրորդ բառը ինչ որ նոր երիտասարդական բառեր են, էմոջի, բան, NGO, ինչ որ sense բառեր սկսել օգտագործել, էլի թիրախի երիտասարդներն են իր պատկերացմամբ, բայց ես կխնդրեմ պարոն Քոչարյանին վերջապես հայերեն սովորել, հայերենի դասընթացների գնալ, ու մարդը դրանից հետո փորձում է խոսել տգիտությունից, կամ չգիտեմ, ամեն երկրորդ բառը ծիծաղ է առաջացնում, կոռուպցիայի Էյնշտեյն, ուզում հասեմ գիտի Էյնշտեյնը ով է, հարց եմ ուզում տամ, ընդհանրապես ինչի մասին է Էյնշտեյնի հավանական անտեսությունը, ինչի մասին է այդ գիտնականը, ինչ կապ ունի կոռուպցիան Էյնշտեյնի հետ, ոնց է կապել իրար այդ երկուսը, դե երբ պարոն Քոչարյանը ինքը իր սեփական աշխարհը ունի, որը լուսաբանում է միայն իր մեդիան, այն մեդիան, որ դիմացը նստած էր, թիֆինգը նայում երևի պարոն Քոչարյանը իր մեդիա պղպջակի մեջ է գտնվում, ինչ թիֆինգը ստեղծում է, այսինքն ինքը ստեղծում է, նրան էլ հավատում է։ Երևի այդ առումով ինքը չի կարողանում պատկերացնել, որ այո, Հայաստանի Հանրապետությունում այդ տարիներին մանավանդ 22 տարեկան երիտասարդը չէր կարող դրամով միլիարդատեր լինել, չէր կարող, իսկ իր տղան վունդերկինդ չի, ԱԺ-ամբյոնից խոսելուց տեսնում ենք, որ ուղեղը չի փայլատակում տենց բավականին մեծ մտքերով կամ չգիտեմ, Օքսֆորդն ու Քեմբրիջը չի ավարտել, որ 22 տարեկանում դառնար միլիարդատեր, էլի։ Բնականաբար այդ ամեն ինչը գողացված է եւ այդ ամեն ինչը նրա արդյունքն էր, որ դուք որպես նախագահ մոնոպոլիզացրել եք դաշտը եւ չէիք թողում այլ խաղացողներ լինեին կամ գույք պարտքի դիմացի ժամանակ երբ ենթակառուցվածքը գործարան է տալիս Ռուսաստանի Դաշնությանը, հետո պարզվում է, որ ինքը այդ նույն գործարանի Ռուսաստանի Դաշնության ֆիլիալի խորհրդի անդամ է, փայ ունի այդ ֆիրմայից։ Ուզում հասկանալ այդ գույքը ինքը տվել է Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ Հայաստանի Հանրապետությունն էր պարտք, թե այդ գույքի մի որոշ հատված էլ իր գրպանը պետքա դներ։ Այն ամեն ինչ ինչ որ տեղ է ունեցել, ես կարծում եմ պետք է անընդհատ թարմացնել է ժողովրդի հիշողությունը, եւ դրանից հետո ինքը դեռ երես ունի, հանդես գա, իշխանության հայտ ներկայացնի, ես կարծում եմ այդ երեսը չունի, լավ էլ գիտի, որ չունի, դրա համար այլ դեմքերով է հանդես գալու։ Եվ Տիկին Մինասյան, նաև ամենագլխավոր մեղադրանքներից մեկը պարբերաբար, որ Կարմիր թելով Ռոբերտ Քոչարյանը տանում է իր բոլոր հայտարարությունների ու ասուլիսների ընթացքում, դա այն է, որ օրվա իշխանությունը փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ եւ շարունակում է փչացնել։ Այս հայտարարությունների ֆոնին օրեր անց սպասվում է Սերգեյ Լավրովի այցը Հայաստան։ Արդյոք այս հայտարարությունը եւ այս այցելությունները եւ հարաբերությունները համատեղելի են, այսինքն իրապես օրվա իշխանությունը այսպես լծված է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ճանապարհով։ Լծված է այդ գործին։ Մեր մի որոշ զանգված մեզ անընդհատ քննադատում է խեք գնում մայիսի 9-ին Ռուսաստանի Դաշնություն, խեք հանդիպում Ռուսաստանի Դաշնության բարձր ներկայացուցիչների հետ։ Լավրովն է գալիս մի քիչ հետո Մատվիենկոն է գալու ազգային ժողովի մեր նախագահի հետ հանդիպման, ուզում հասկանալ այդ ինչ միֆ է, էլի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատացնելը։ Մեկ-մեկ թող լսի իր սիրելի Վլադիմիր Պուտինին։ Վլադիմիր Պուտինն էլ ասում էր հարաբերությունները բավականին լավ են, մենք չենք փչացնում այդ հարաբերությունները։ Համենայն դեպս ես կարծում եմ մեր քաղաքական դաշտում եւ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանն է, տենց մրցավազք է սկսած հաճոյանալու քաղաքական հորը, որովհետեւ ըստ իրենց տրամաբանության մեջ է միայն, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն որոշում կայացնելու իրավասություն, հնարավորություն չունի եւ այդ մրցավազքը հաճոյանալու նրան է միտված, որ ժողովրդին խափեն համոզեն, որ այ տեսեք Ռուսաստանի Դաշնության տեխնացում մենք ենք։ Բայց տենց
մանիպուլատիվ թեզեր ամեն ընտրություններից առաջ էլ գցում են 21-ին էլ էին ասում գնացել է Ռուսաստան հանդիպել է հեսա գալու է այնտեղից որոշել են ինքն է առնելու այդ թեզերը չի աշխատում էլի ժողովուրդ ջան արդեն հերիք է նույն ձայնակավառակը պտտեք մեզ ժողովուրդը գիտի որ ինքն է ընտրելու Դրանից են սարսափում իրանք որ ինքն է ընտրելու դուք շեշտեցիք չէ ասում ես ասունցի Դավիթը չի որ ընտրություններով չկարողանանք հաղթել բայց 7 տարի է խիք ժողովրդին գցում փողոցները Ինչ եք խափում ասում եք հնարավոր չի եթե ինքը իշխանության լինի իրան ընտրությունների միջոցով հնարավոր չի հանել այդ ոնց հիմա դարավ արդեն ընտրություններին մոտ ենք մի տարի ամենացել հասկացաք որ էլ փողոց հանելու իմաստ չկա չեք կարա էլ ժողովրդին խափեք այս մարդկանց քաղաքականությունը միայն իշխանության մոլուցքն է իրենց թալանածը պահելու համար որովհետև գիտեն որ մեր իշխանությունը հետևողականորեն հետ է բերելու այն ապօրինի գույքը որ նրանք ձեռք են բերել այս տարիների ընթացքում Տիկին Մինասյան պետք չի ամեն դեպքում թերագնահատել ընդդիմադիրներին, իրենք այս փուլում փողոց չեն հանել ժողովրդին, բայց իմպիչմենտի գործընթաց են սկսել տևական ժամանակ է եւ իմպիչմենտի գործընթացն էլ ինչպես հայտարարում են որոշ դերակատարներ արդեն լուրջ փուլ է մտել, որովհետեւ առաջադրել են Էդմոն Մարուքյանին որպես վարչապետի տեխնացու։ Ինչպես կգնահատեք եւ ինչպես կմեկնաբանեք նաեւ այս քայլը եւ ինչ է կարծում հաջողելու են։ Ինչպես լուրջ փուլ է մտել անլուրջ քաղաքական դեմքերի կողմից չգիտեմ ինչքանով է լուրջ փուլ մտել ցավակցում եմ պարոն Մարուքյանին որտեղ ես կարծում եմ նա մնալու է պատմության մեջ միակ վարչապետի տեխնացուն ով աջակցում է երկու падգամավոր այն էլ ԿՊ-ից հեռացված միշտ այդպես էլ մնալու է էլի ես վստահ եմ որ ոչ պատիվ ունեմը ոչ Ռոբերտ Քոչարյանի դաշինքը չի ստորագրելու պարոն Մարուքյանի իմպիչմենտի գործընթացը սկսելու նախաձեռնության տակ բայց հերիք չի մի հատ ուզում են ընդամենը 26-ի ընտրապայքարի մեջ մտցնեն նոր դեմքեր ընդամենը այստեղ մեր հետ կապված իշխանության դեմ արվող որոցե քայլ չկա Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իրար էին փորձում մեղադրել Էդգար Ղազարյանի եւ Մալյանի ձեռամբ Հիմա էլ արանք են մտել Հովիկ Աղազյան եւ Հակոբ Ասլանյան զույգը, որը ԿՊ-ից հեռացվել են եւ դարձել են անկախ падգամավորներ։ Նրանք էլ փորձում են խաղի մեջ մտցնել Էդմոն Մարուքյանին։ Իդեպ ասեմ, որ իմ կարծիքով այդ բոլոր քաղաքական միավորների միավորողը հենց այն մրցավազքն է, որի մասին ասում էի։ Այդ մրցավազքը հաջողանալու հյուսիսին Տիկին Մինասյան ամփոփելով ինչ սպասել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ պարբերաբար խոսվում է այդ սցենարից, որ գալու են տարբեր դեմքերով, տարբեր ուժեր միավորվելու են, Գյումրիի սցենարից են պարբերաբար խոսում։ Այ կրկին ուզում եմ այդ հարցս կրկնել։ Հնարավոր է, որ արդյոք փորձեն այս ուժերը ժողովրդավարական ճանապարհով կրկին իշխանության գալ։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը արթուն է եւ մեր ժողովուրդը չի կարող թույլ տալ այդ բարքերի հետ վերադարձա Հայաստանի Հանրապետություն։ Մեր ժողովուրդը արդեն ստացել է իր բաղձալի, երազելի ազատությունն ու անկախությունը, որ այլևս չի դնի զոհասեղանին։ Մեր ժողովուրդը արդեն ունի այնպիսի ձեռքբերումներ, որ այլևս չի թողի այդ ձեռքբերումները մսխվեն ոմանց քաղաքական լիդերների ոտքերի տակ։ Համենայն դեպս ես վստահ եմ մեր ժողովրդի ողջախոհության վրա իսկ 26-ի ընտրությունները ցավոք սրտի լինելու են շատ թեժ եւ մեր հանրությանը երևի նախապես կարելի է ասել որ շատ թեժ բանավեճեր են սպասվում եւ շատ դաժան է լինելու ընտրապայքարը այն մասով որ այս մարդիկ իրենց վերջին կրճոններն են պահում բան արեք նրանց ըմբռնումով մոտեցեք իրենց կրճոններից կախված են լինելու Տիկին Մինասյան, ամեն դեպքում օրվա իշխանությունը այդ մտավախությունը չունի, օրինակ Գյումրիում ինչպես հայտարարում եք 8-1-ի դեմ բոլորը մեկի դեմ էին գործում եւ միայն ժողովրդի ողջախոհության վրա հույս դնելով, այսինքն ընտրապայքարի մեջ ինչպես է մտնելու նաեւ իշխանությունը եւ արդյոք իրապես մտավախություն չունի այդ նույն սցենարի կրկնության։ Ոչ իհարկե, որտեղ թիմ ընտրությունները այլ տրամաբանություն են, իսկ մենք ամենօրյա ռեժիմով մեր քաղաքացիների հետ շփվում ենք, մեր քաղաքացիներին բացատրում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ, եւ ես զգում եմ եւ տեսնում եմ մեր քաղաքացիների իհարկե շատ մեծ զանգվածել հիասթափություն ունի, բայց այդ անգամ այդ հիասթափված քաղաքացին վստահ եմ, որ թույլ չի տա անցյալի հետ վերադարձ, բայց այդ շփումները եւ այն ամեն ինչը ինչ այս օրերի այս ընթացքում կառավարությունը իրականացնում է, ես կարծում եմ քաղաքացին տեսնում է եւ մենք անընդհատ պետք է կարողանանք միակ մեր թույլ կետի միջելուց դա այն
մեր արած հսկայական աշխատանքը, հսկայածավալ աշխատանքը չկարողանալ ցույց տալն է։ Ես կարծում եմ, այս ընթացքում մենք պետք է լծենք մեր ամբողջ կոմունիկացիոն ռեսուրսների վրա, որ մեր արած դրական եւ իրականացրած լավ աշխատանքները կարողանանք ցույց տնել հանրությանը, որպեսզի հանրությունը իրապես տեսնի, որ փոփոխությունները շատ մեծ են եղել այս տարիների ընթացքում, բայց ինձ համար անձամբ ինձ համար արժեբանական փոփոխությունը ավելի կարևոր է։ Եվ այն, որ քաղաքացին ունի ընտրության իրավունք, քաղաքացին գիտի, որ իր ձայնը տեղ է հասնում, քաղաքացին գիտի, որ իր ձայնը լսելի է եւ չի լրացվում տարբեր մեթոդներով, Քոչարյանի ժամանակ զուգահանում ծեծելով կամ Սերժ Սարգսյանի ժամանակ ռեպրեսիաներով, այդ ազատությունն ու անկախությունը, ելի եմ ասում, քաղաքացին երբեք չի ուզենա հետ տա։